Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանում առաջարկվում է երիտասարդների համար տոն նշելու օր սահմանել։ Մինչդեռ տոն նշելու օրով չպետք է երիտասարդությունը ոգևորվի կամ պաշտպանված լինի կամ ունենա երջանիկ երիտասարդություն։ Հայաստանի Հանրապետությունում երիտասարդությունը չունի երջանիկ ապրելու հնարավորություն եւ դրա պատճառներն են իհարկե Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունը իդեմս իր գլխավորի Սերժ Սարգսյանի Այսպես մի քանի օր առաջ այս մարդը հետեւյալը հայտարարեց որ ինքը նա նշում է որտեղից մենք ունենք փող Մենք փող ունենք միայն բյուջեում, որի համալրումն է միայն ու միայն հարկերով եւ այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում պաշտպանությանը։ Ասենք թե ինչ է դուրս գալիս, պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները։ Մինչդեռ մեր պետական բյուջեն չի համալրվում այն հարկատեսակներով, որոնք ուղղակի պետք է գնան պետական բյուջե, գնում են Սերժ Սարգսյանի եւ նա ընտանիքի անդամների գրպանը։ Դրանք պետական բյուջեն վաղն է հարցը, մեղք է, դուք եք մեղք, կետեր եղեքնել են մեղք, հասարակությունն է, շարունակի մենակ կարճ, ամփոփի։ Ինչի եք ընդհատում։ Դուք հասկացա այնտեղ անջատեցիք խոսափողը։ Հիմա այս ընդամենը տոների հիշատակների մասին է։ Ընդամենը տոների հիշատակների օր է, որի հիմնավորումն է երիտասարդների համար երջանիկ պահեր պարգևել։ Ես էլ ասում եմ, որ այդ երջանիկ պահերը պետք է պարգևվի ոչ թե տոների հիշատակի օր ընդունելով, այլ գործ անելով, իսկ գործ անելը հետևյալն է, պետք է արգելել, որ այդ արագաչափերի գումարները գնան անմիջապես Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների գրպանը։ Այդ արագաչափերի մի քիչ կազմակերպեք ձեր միտքը, պետական բյուջեից եւ այլ եկամուտներից այնպիսի սարքեր, որը տեղադրված լինեին մեր սահմաններին եւ մեր երիտասարդները այնտեղ չզոհվեին եւ ունենային ոչ միայն երջանիկ երիտասարդություն, այլ նաեւ պաշտպանված կյանք, որը մինչեւ հիմա տեղի չի ունեցել։ Այս արագաչափերը, որով մեզ տուգանում են եւ տուգանքները ոչ իրավաչափ են, ոչ արդար, այս արագաչափերի տուգանքները գնում են ուղղակի այդ անձի գրպանը։ Ես կարծում եմ ձեր գրպանն է գնում, դադարեցրեք ամոթերները թեքնել են արդեն ծաղրի առարկա դարձնում ձեզ։ Անհարմար է, ամփոփեք ձեր միտքը։ Խնդրում եմ մի ընդհատեք, մեկ է խոսելու եմ, դուք իրավունք չունեք ինձ ընդհատելու, ես խոսելու եմ իմ խոսքը։ Ես իմ լիազորությունների շրջանակում կարող եմ անջատել, բավարար է, ես հասկանում եմ, որ դուք գումարներ եք ստանում Սերժ Սարգսյանից, դուք ձեր պարտականությունը կատարում եք, բայց բավարար է եւ ամոթ է։ Հիմա հաջորդ հարցին, բղավեք, լավ եք անում, բղավեք։ Հաջորդը անդրադառնում է մեր երիտասարդությանը նորից։ Երեք այդ երիտասարդները, որոնք եկել էին իրապես տոնելու իրենց азատությունը, դեմ քվեարկեցին այս Սերժ Սարգսյանի ապօրինի նախաձեռնությանը։ Ասեցին ոչ, նույնիսկ այն անձին, ում որ ստիպողաբար բերման էին ենթարկել։ Այդ նույն մարդիկ, որոնցից մեկը ինձ ասեց, որ ես շատ թույլ մարդ եմ, բայց հավատացեք, ես էլ եմ ոչ քվեարկել։ Այդ նույն թույլ մարդիկ, ում որ բերման էին ենթարկել, այդ պահին իրենց ոչը արտահայտեցին։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, ովքեր եկան եւ իրենց պարտքը կատարեցին եւ այս ռեժիմին, Սերժ Սարգսյանին դեմ արտահայտվեցին։ Հիմա մենք ունենք նաև հաջորդականությունը քայլերի։ Մենք որպեսզի ունենանք երջանիկ ապագա մեր երկրում, մենք պայքարը պետք է շարունակենք։ Ես երեք, որպես ինձ արդեն երևի թե երիտասարդ չեմ, միջին սերունդի ներկայացուցիչ եմ, բայց ինձ զգացի երիտասարդ եւ տոնեցի իմ ազատությունը։ Այրեցի Սերժ
Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի եւ Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները, որոնց խրտվիլակները պետք է այդպես զբաղվեն, անհարմար է, վերջացրեք, անջատեք, էլ չի կարելի։ Վերջին գործի Տիկին Փոստան ջան, ճիշտ բառ ընտրեցիք, ձեր ելույթը դրան է նման, կարող եք Առաջինը ձեզ, Տիկին Փոստան ջան, բավական է, չի կարելի։ Սա միտինգ չի, սա ընդվզման տեղ չի, անհնազանդության տեղ չի սա։ Արդեն չի բուրաշկայի կարգավիճակով եք, ես խնդրում եմ դադարեցրեք։ Ինչն է հերիք, սա ամբյոնը պղծելու տեղ չի, դուք եկել եք պղծում եք ձեր խոսքով, այստեղ անհնազանդություն չկա, կանոնակարգի 45-րդ հոդվածը կկիրառեմ և ձեզ կզրկեմ ընդհանրապես նիստերից։ Ախր ձեր վիրավորվանքից ով պիտի վիրավորի, ինձ էլ վիրավորի։ Ձեր վիրավորանքը էլ տեղ չի ասնում, դեք սպառել եք։ 2 րոպե էլ խոսի, լավ։ Գտնում եմ, որ երեք այն ինչ որ տեղի ունեցավ ընտրատեղամասերում, իհարկե եւ կեղծիքը, եւ համատարած բռնությունները, եւ այդ 9-րդ ձևի բաժանելը փողոցում, նույնիսկ դրանք չկարողացան օգնել Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքը կարողանա այդ իր կեղծ գործընթացը տանի առաջ, նորից կրկին խայտառակ եղավ, եւ շատ ուրախ եմ, որ այսպես է։ Ուրախ եմ նրա համար, որ մեր հասարակությունը վերջի վերջո դառնալու է իրապես քաղաքական ժողովուրդ, քաղաքական պահանջատեր եւ քաղաքականությամբ զբաղվող, որը շատ կարեւոր է։ Այսօր ժամը 4-ին ցերեկը Ազատության հրապարակում Նոր Հայաստան ընդդիմադիր շտաբը շարունակելու է իր անհնազանդության գործողությունները։ Ինչի եք ժպտում։ Ձեզ էլ եմ հրավիրում, դուք կարող եք մասնակիցը լինել, որովհետև սա նաև ձեր երեխաների ապագայի համար է, որ
Ձեր ժամանակը սպառվեց։ Եզրափակիչ ելույթներ։ Կներեք Վահե Էնֆիաջյան, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, նախ հիմնական զեկուցողը, հարակից զեկուցողը փոքրինչ պատմական ակնարկով անդրադարձան տոների եւ հիշատակի օրերի մասին